Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է, եւ մեր այսօրվա զրուցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Ողջույն ձեզ, պարոն Ջամալյան։ Բարև ձեզ։ Հայոց բանակը մեր ժողովրդի հավաքական ուժն է ներկայացնում։ Ուժ ասելով նկատի ունեմ թե նյութական, թե բարոյական, թե մտավոր, թե հոգևոր, այս ամբողջը միասին վերցրած։ Եվ նույնիսկ կարելի ասել մեր ժողովրդի սիրտը հայոց բանակի հետ է, որովհետև ավետարանական խոսքով որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ կլեն ձեր սրտերը։ Չէ՞ մեր զավակներն են այնտեղ, մեր ժողովրդի որդիներն են ծառայում, հետեւաբար նաև մեր ծնողների, քույրերի, ընտանիքների սիրտը իրենց զավակների հետ է։ Ինչպես է բաբախում այդ սիրտը, երբ հայոց բանակի տոնն է գալիս։ Կարծում եմ տարեցտարի, այո, ել ավելի ամրապնդվում է այդ զգացողությունը, որ շատ կարևոր տոն է սա, հունվարի 28-ը, որովհետև մեր սիրտն է, ճիշտ ասեցիք, մեր լինել չլինելու, ավելի ճիշտ արժանապատիվ լինելու գրավականն է եւ գոնե տարին մի անգամ մենք պետք է ամեն ինչ թողնենք մի կողմ ու հպարտանանք, շնորհավորենք ինքներս մեզ բանակի գոյությամբ, սիրենք մեր բանակը, մեր սերը ցույց տանք բանակի հանդեպ, դա պետք է ամեն օր եւ անընդհատ լինի, բայց հունվարի 28-ին առավել եւս։ Ուղղակի մեր ժողովրդի ընկալումներում դեռ տոնը պետք է հաստատվի, որովհետեւ փետրվարի 23-ի հետ զուգորդությունները դեռ շատ ուժեղ են։ Ամենայն հարգանք տածելով մեր ավակ սերնդի հանդեպ, ովքեր ծառայել են խորհրդային բանակում, հայրենական պատերազմն են հաղթել, այնուամենայնիվ մերը հունվարի 28-ն է, հայոց բանակի տոնը հունվարի 28-ն է ու տարեցտարի ես կարծում եմ, որ արմատավորվում է հայոց գիտակցության։ Այդ տոնի արմատավորման համար ինչ քայլեր են անհրաժեշտ։ Գիտեք, բանակը մեր բոլորի առօրյայի մասն է կազմում այս կամ այն չափով, որովհետև դժվար թե լինի մեզնից մեկը, ում հարազատներից մեկը բանակում չծառայի, այսինքն բանակը անընդհատ մեր առօրյայում է։ Ուղղակի ինչ պետք է արվի, բացի նրանից, որ միջոցառումները կազմակերպվում են, տոնական հանդիսություններ են կազմակերպվում, բանակի նկատմամբ վերաբերմունքը, հարգանքը պետք է ամրապնդվի ոչ միայն հունվարի 28-ին, անընդհատ պետք է լինի, անընդհատ բանակի հաջողությունների ցույց պետք է դրվի, բանակում առկա խնդիրները պետք է ցույց դրվի, բայց զուգահեռաբար նաև լուծումները, արվող աշխատանք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Իսկ եթե բանակը մեր առօրյայում անընդհատ լինի, հունվարի 28-ն էլ արդեն ինքնըստինքյան ավելի կարժևորվի, որովհետև հունվարի 28-ին մենք հպարտանալու առիթ կունենանք, եթե մեր տոնն է, մեր պաշտպանության համակարգի տոնն է, մեր ի վերջո որևիցե մի ժողովուրդ խաղաղ ապրելու համար պետք է նախ եւ առաջ պաշտպանված լինի։ Իհարկե, անվտանգության առումով արժանապատիվ խաղաղություն ունենալու համար պետք է լինել պաշտպանված։ Վերջերս Ադրբեջանի նախագահ իր սովորույթի համաձայն դարձյալ հանդես եկավ ելույթով իր լսարանի առջև ներքին, որով դարձյալ խոսում էր, որ իրենք հզորանում են, Հայաստանը թուլանում է, իրենց բանակի բյուջեն ավելանում է, մեզ մոտ խնդիրներ կան եւ շատ արագությամբ, շատ հաճույքով նաեւ տարածվում են այս հայտարարությունները համացանցի միջոցով, չգիտեմ, մարդիկ կան, որոնք հաճույքով դրանք տեղադրում են։ Այդ լուրը փորձում են հասցնել բոլորին։ Մեզանում, իհարկե։ Սա չիմացության խնդիր է, միամտության խնդիր է, թե միտումնավոր դրսևորում է։ Միտումը բնականաբար չբացառենք ի սկզբանե, բայց ավելի շատ կարծում եմ անվտանգության մշակույթի բացակայության խնդիր է։ Առհասարակ մենք մի վտանգավոր միտում պետք է ֆիքսենք մեզանում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները առհասարակ ընկալվում են իբրև այլընտրանք։ Սա շատ վտանգավոր է, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցները, նրանց մեծագույն մասը ձևավորված են հենց մեր դեմ քարոզչություն տանելու նպատակով,
եւ քարոզչություն ասվածն էլ խելացի մարդիկ են, հա, քարոզչություն կազմակերպողներ, իրենք գիտեն ինչպես անել, որպեսզի գրավիչ լինի նյութը հակառակորդ երկրի լսարանի համար եւ միգուցե մեզանում արկա ինչ-ինչ խնդիրներ, ինչ-ինչ խնդիրներ այնտեղ իրոք տեղադրվեն, հա, անդրադարձ լինի այդ խնդիրներին, որպեսզի օբյեկտիվության ֆոն ստեղծվի, բայց ենթատեքստում քարոզչական նյութը այդ խնդիրների ֆոնին մատուցվի եւ փաստորեն մենք ստիպված պետք է ֆիքսենք, որ այո, մեզանում այդ խնդիրը կա, երբեմն ադրբեջանական լրատվամիջոցները ընկալվում են իբրև այլընտրանք։ Այ մենք խնդիր ունենք մեզանում ձևավորել անվտանգության մշակույթ։ Պետք է ծանոթ լինել Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին, այո, կարդալ ադրբեջանական կայքերը, բայց միշտ հիշել, որ այնտեղ տեղադրված նյութը ունի քարոզչական ենթատեքստ։ Վերջերս այդ խայծը կուլ էին տվել մեր որոշ լրատվամիջոցներ, երբ հրապարակել էին ադրբեջանական այդ տեղեկույթ ինֆորմացիան կապված Վրաց պատրիարքի հայտարարության հետ Լեռնային Ղարաբաղի ճանաչման տեսանկյունից։ Պրոֆեսիոնալ պատրաստվածությունը լրագրողների, հա, լրատվամիջոցներում աշխատող լրագրողների նաև ըստիս պետք է ենթադրի անվտանգության խնդիրների խորքին տիրապետելը։ Քննադատաբար պետք է ընկալել ադրբեջանական լրահոսում հայտնված ցանկացած տեղեկություն։ Միշտ պետք է հիշել, որ մեր երկիրը, մեր հանրույթը ադրբեջանական քարոզչության թիրախ է։ Իրենք խնդիր ունեն մեզանում շատ հստակ դիրքորոշումներ ձևավորել, հակաարցախյան ուղղվածությամբ դիրքորոշումներ, Արցախը հանձնելուն միտված դիրքորոշումներ եւ բազմաթիվ քարոզչական թեզեր մեզ մատուցվել են տարիներ շարունակ, հիմա էլ այդ աշխատանքը շարունակվում է իրենց կողմից, այդ ազդեցությունը մշտական է ըստ էության, եւ մենք սա գիտակցելով պետք է քննադատաբար մոտենանք այն ամենին, ինչ հանդիպում ենք ադրբեջանական կայքերում։ Պատմությունը լավագույն դասագիրքն է, այո, ժողովրդի համար, իր քաղաքականությունը մշակելիս եւ նաեւ անվտանգության հայեցակարգը մշակելիս։ Մենք երբևիցե մեր պաշտպանությունը կամ մեր անվտանգությունը ապահովել ենք ունենալով միշտ էլ թվային ոչ գերակշիռ վիճակ, ի համեմատություն թշնամու զորաբանակի կամ իր ռեսուրսների։ Եվ տարել ենք շատ հաղթանակներ, ձախողել ենք թշնամու ծրագրերը գրավելու, տիրելու եւ այլն։ Այսինքն այստեղ ավելի շատ գործել է հայրենասիրության, այստեղ ավելի շատ գործել է նվիրվածության եւ մարտական ոգու բարձր պատրաստվածության խնդիրը։ Մենք ունենք նաեւ այսպիսի մի արտահայտություն, որ ավարայրի դասն է մեզ ուղված, պատգամն է մեզ ուղված Վարդան Մամիկոնի շուրթերը, որ վախը թերավատության նշան է։ Ինչպիսին ենք մենք այդ առումով այսօր։ Շատ լավ, շատ հետաքրքիր հարց է։ Ես ուրեմն նախ եւ առաջ անդրադառնամ հետեւյալ խնդրին, որ Ադրբեջանի ռազմական պոտենցիալի, իրենց ուռճացված ռազմական բյուջեն անընդմեջ այսպես իցույց դնելու այդ քարոզչական մարտավարության հիմքում ընկած է հետեւյալ նպատակը։ Ուղղակի ահաբեկել հայաստանյան հանրույթը եւ այդ համընդհանուր տագնապի ֆոնին հասունացնել Արցախը զիջելու դիրքորոշումը։ Տեսեք, մենք հարուստ ենք, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք ձեզ հաղթել, եթե չեք ուզում պատերազմ, զիջեք Արցախը եւ կապրեք խաղաղ, կապրեք երջանիկ եւ այլն։ Խապկանք է, մոլորություն է եւ որպիսի մեր հանրույթը նույնպես հասկանա եւ խորապես գիտակցի, որ գործ ունենք զուտ քարոզչական մոլորության հետ, մոլորեցնելու միտված խապկանքի հետ, պետք է հստակ փաստերի ցույց դնել։ Ուրեմն առաջինը, իհարկե երբեք չի կարելի թերագնահատել թշնամու ուժը։ Այո, որ ադրբեջանական բանակը սպառազինվում է, որ գումարներ են հատկացվում, որ փորձ է արվում մեր հանդեպ ձեռք բերել ռազմական գերազանցություն, փաստ է, ոչ ոք չի կարող շղթել։ Բայց հարցը, որ մենք այստեղ պետք է բարձրացնենք, հետեւյալն է. իսկ արդյոք այդ քայլերը բերել եւ հանգեցրել են ցանկալի արդյունքի։ Արդյոք իսկապես ադրբեջանական բանակը այնքան հզոր է, որ ունակ է ուրեմն իր
նախագահի իր գլխավոր գերագույն հրամանատարի այդ հոխորտանքները ի կատար ածել։ Ուրեմն ոչ այս պահի դրությամբ այդ պոտենցիալը ադրբեջանական բանակը չունի, որովհետև եթե ունենար, պատերազմը վաղուց սկսված կլիներ։ Ինչն է խնդիրը։ Այո, ադրբեջանական պետությունը մեծ գումարներ է հատկացնում պաշտպանական ծախսերին, բայց կան մի շարք գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ծախսերը վերածվեն որակի եւ այդ ռազմական գերազանցությունը մեր հանդեպ ձեռք բերվի։ Որոնք են այդ գործոնները։ Պատերազմի տարիներին էլ իրենք այո, գերազանցություն ունեին թե զենքի առումով եւ թե մարդուժի։ Անկասկած, դա նաև հերթական ապացույցն է այն բանի, որ դեռ ավելի մեծ նյութական հնարավորություններ ունենալը հաղթանակի գրավական չէ, բայց հստակ այլ խնդիրներ կան, այլ գործոններ կան, որոնք ապացուցում են, որ այդ ուռճացված բյուջեից վախենալ պետք չէ։ Նախ Ադրբեջանը ունի նավատորմ, ունի իր շահերը Կասպյան ռեգիոնում եւ դատապարտված է ունենալ ուժեղ նավատորմ։ Այդ գումարների մի մասը գնում է նավատորմը պահելուն։ Սարսափելի մեծ ծավալի է հասնում կոռուպցիան ադրբեջանական բանակում։ Այդ գումարները ուղղակի մսխվում են բառիբուն իմաստով։ Եվ ամենակարևորը, մենք ունենք ռազմական դաշինք Ռուսաստանի հետ։ Անկախ նրանից, թե մեր դիրքորոշումները հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ինչպիսին կլինեն մեր լսարանում, անխոս կգտնվեն մարդիկ, ովքեր ավելի սերտ հարաբերությունների կողմնակիցը կլինեն արևմտյան տերությունների հետ, կգտնվեն այնպիսիք, ովքեր հենց Ռուսաստանի հետ կտեսնեն Հայաստանի ապագան, առաջնահերթությունը ռազմաքաղաքական ավելի սերտ համագործակցության, բայց մենք բոլորս պետք է հասկանանք հետևյալը. այսօր հայ-ռուսական այդ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ մենք ձեռք ենք բերում սպառազինություն շատ ավելի մատչելի գներով, քան թշնամին, եւ հենց այդ հանգամանքն է, որ նաեւ թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական այդ ուռճացված ռազմական բյուջեն վերածվի ռազմական գերազանցության։ Կա նաեւ բարոյահոգեբանական կողմը խնդրի։ Գիտեք, բարոյահոգեբանական առավելության մասին երբ խոսում ենք թշնամու հանդեպ, մենք պետք է այստեղ նույնպես շատ հստակ ոլորտներ առանձնացնենք, թե որտեղ եւ ինչպես ենք մենք առավել, որովհետեւ բարոյահոգեբանական առավելության խնդիրը մի տեսակ իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում տրվել վերացական դատողությունների, իսկ մենք այստեղ նույնպես պետք է կոնկրետ լինենք։ Տեսեք, ամանորյա գիշերը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը իր ընտանիքի հետ ամանորյա գիշերը անցկացրել է մարտական հենակետում զինվորների հետ միասին, իր ընտանիքով։ Նա եւ մեր բանակի բարձրագույն ղեկավարությունը լայն առումով գրեթե շաբաթը մեկ նվազագույն առաջնագծում են։ Հիշեցնենք նաև, որ հենց դեկտեմբերի 31-ին պարտադիր պայման է, պարտադիր հոգու պարտք է, ինչ ասեմ, գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը անպայման այցելում են առաջնագիծ, շնորհավորում են զորքին, անձնակազմին, զինվորներին, նոր հետո նշում են ամանորը։ Ինչու որոշեցի օրինակը բերել։ Ես համեմատել եմ, տեսնենք արդյոք ադրբեջանական բանակի հրամկազմը, պաշտպանության նախարարը, գերագույն գլխավոր հրամանատարը տարվա ընթացքում քանի անգամ է լինում առաջնագծում։ Եզակի անգամներ, 1, 2, 3 անգամ։ Իսկ մեր ուժը բարոյահոգեբանական առումով հենց Արցախի պաշտպանության բանակի մեր զինված ուժերի այլ ստորաբաժանումներ ինչու է կայանում, որ հրամանատարական կազմ, մարտական հերթապահություն իրականացնող զինվոր, այդ կապը շատ սերտ է։ Արցախում բոլորը գիտեն, եթե առաջնագծում ինչ-որ բան տեղի ունենա, եթե իրավիճակը ինչ-ինչ պատճառներով ապակայունանա, բանակի հրամանատարը շատ չանցած լինելու է զինվորի կողքին եւ տեղում կազմակերպելու է մարտը։ Սա շատ կարևոր բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծում հենակետում։ Այսինքն, մի ամբողջության, բռունցքի, հավաքականության զգացողություն կա բանակում, սա շատ կարևոր առավելություն է, որ մենք ունենք թշնամու նկատմամբ։ Մենք ունենք ժամկետային զինծառայություն, զորակոչ եւ ունենք նաեւ զորակոչից խուսափողների ինչ-որ մի շրջանակ։
Այ համեմատություն կա, թե քանի տոկոսն է խուսափում զորակոչից։ Ուրեմն Որտեվ բարոյոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է բանակի ներսում, բայց նաև կարևոր է հասարակության ներս, ընտանիքներից ներս։ Ճիշտ է, լրիվ համամիտ եմ։ Ուրեմն խնդիրը հետևյալն է. բանակում ծառայելու այդ հոգեբանական պատրաստականությունը պետք է ձևավորել բնականաբար դեռևս մինչ զորակոչվելը դպրոցական տարիներից։ Խնդիրը ինչու՞մ է կայանում։ Ուրեմն պարզ է, որ երբ խնդիրը վերաբերվում է ժամկետային պարտադիր զինծառայությանը, ապա սա ենթադրում է անձի որոշակի ազատությունների սահմանափակում, ռեժիմային կենցաղ, արագ անցում քաղաքացիական կյանքից զինվորական առօրյա եւ այդ արագ անցումներին անձը պետք է պատրաստ լինի։ Զուգահեռաբար մի ուրիշ խնդիր կա բանակի վերաբերյալ երբեմն չափազանցված պատկերացումներ, որոնք հասարակությունում առկա են, տագնապների տեղիք են տալիս, թե ծնողների մոտ, թե զորակոչի ենթակա երիտասարդների մոտ։ Հիմա ինչ պետք է անել, որպեսզի տագնապները փարատվեն եւ անձը պատանին հոգեպես պատրաստ լինի զորակոչվելուն։ Ուրեմն բանակում խնդիրներ կան եւ այդ խնդիրների վերաբերյալ բազմիցս խոսվել է։ Ոչ ոք չի թաքցնում գոյություն ունեցող խնդիրը։ Ավելի թափանցիկ է դառնում։ Անհամեմատ ավելի թափանցիկ է դարձել բանակը, երևի շատ ավելի թափանցիկ քան կարելի է եւ անգամ ավելի թափանցիկ քան շատ եվրոպական արևմտյան երկրների բանակներ, ինչ-ինչ չափանիշներով, բայց խնդիրը դա էլ չի, այ մենք պետք է ֆիքսենք խնդիրը, խնդրեմը որ կա, եւ անպայման ի ցույց դնենք այդ խնդիրը լուծելուն ուղղված քայլերը, ձեռքբերումները, այ մենք ըստ էության տվյալ դեպքում ունենք օբյեկտիվ լուսաբանման խնդիր։ Մեզ որևէ չափազանցություն պետք չէ, հա, գույները ավելի վառ ներկայացնելու խնդիր չունենք, իրականությունը ավելի գունեղ չափազանցված ներկայացնելու խնդիր չունենք։ Մենք ընդհանրապես պետք է ֆիքսենք բանակում արկա ձեռքբերումները, քայլերը, որոնք ձեռնարկվում են խնդիրը լուծելու, այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եվ այդ դեպքում մեր հասարակությունը, մեր պոտենցիալ նորակոչիկները, իրենց ծնողները կտեսնեն, կար խնդիր լուծվեց, եւ անհարկի տագնապներն էլ կփարատվեն։ Եվ այդ առումով մենք էլի հասարակությանը ներկայանալու տեղ ունենք, հա, հիմք ունենք ներկայանալու։ Օրինակ, տեսեք, ցավոտ խնդիր, արտակարգ պատահարներ, ողբերգական ելքով, հասարակության ընդվզում, պահանջ, որպեսզի չեք կարծում, բայց որ բնական է։ Գիտեք, բանակում տեղի ունեցող արտակարգ իրավիճակները կամ հանցագործությունները նույն հաջողությամբ կան հասարակական կյանքում։ Ուղղակի տարբերությունն այն է, որ բանակը մի տեսակ ծնող իր զավակին պահ է տվել, վստահել է իր հրամկազմին եւ պատասխանատվության է կանչում նրան, ում մոտ որ իր զավակին ուղարկել է ծառայության։ Լրիվ համամիտ եմ, Քավլիցի ոչ ոք բարոյական իրավունք անգամ չունի, ընդվզումը, որ նման դեպքերում բնական է, արկա է լինում, ուրեմն դատապարտելու, հա։ Պարզ է, բանակը բոլորիս կյանքում արկա է եւ հենց մի տեսակ ավելի հենց այդ հոգատար վերաբերմունքի տարեր էլ այստեղ կան, հա, մարդիկ պահանջում են ունենալ բանակ, որտեղ զերծ լինի, հա, որը զերծ լինի նման ուրեմն խնդիրներից, սա շատ բնական է, բայց հենց այդ ընդվզումը փարատելու եւ մարդկանց մոտ վստահություն շահելու համար մենք ելի եմ կրկնում, հենց նույն այդ արտակարգ պատահարների կանխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը պետք է ցույց դնենք։ Եվ այստեղ շատ կոնկրետ հարցեր կան, նաև ձեռքբերումներ կան, որոնց մասին մարդիկ պետք է տեղյակ լինեն։ Նախ պետք է հասկանալ, թե որոնք են արտակարգ պատահարների պատճառները։ Այդպիսիք մի քանիսն են։ Նախ ամենաառաջին անվտանգության կանոնները չպահպանելը, առաջնագծում զենքի հետ վարվելու կանոններ չպահպանել եւ այլն, սա մի պատճառ։ Շատ ավելի լուրջ պատճառ կա, երբ ասում ենք, որ բանակը հասարակության հայելին է եւ այն արատները, որ կան հասարակությունում թափանցում են բանակ, մեր հայրենակիցներից ոմանք այստեղ
տեսնում են արդարանալու փորձ, հա, բայց արդարանալու կոնտեքստում չէ որ այս ամենը ասվում է, բայց այնուամենայնիվ կա այստեղ մի խնդիր։ Կան փողոցային բարքեր, որոնք ներթափանցում են բանակը։ Եվ գիտեք, ամենասարսափելին ինչն է, որ այդ փողոցային բարքերի տրամաբանության մեջ բացակայում է մարդասիրությունը, փոխօգնության պատրաստակամությունը։ Եթե մենք մի հետադարձ հայացք նետենք, թե արտակարգ պատահարների մի մասի հիմքում ինչն է ընկած, գիտեք, մարունքներ են, որոնք կիսա փողոցային, կիսա քրեական, այսպես ուրեմն այդ գաղափարների, այլասերված գաղափարների մարդասիրությունը ժխտող հակահումանիստական գաղափարների ազդեցության տակ դրթել են զինվորին ինքնասպան լինել օրինակ, հա, եւ ցավը ինչն է, որ այդ գաղափարները գալիս են հասարակությունից եւ մենք խնդիր ունենք հենց այս առումով ուժեղացնելու, եթե մի փոքր այսպես անդրադառնանք, քրիստոնեական դաստիարակության խնդիր կա։ Դպրոցներում քրիստոնեական դաստիարակությունը ամրապնդելով նաեւ մենք գուցե հնարավորություն ունենանք կանխել, որպեսզի այդ արժեքները չթափանցեն բանակ։ Բայց այնուամենայնիվ այդ բարքերը զորակոչի հետ եկել են ինչ պետք է արվի։ Ուրեմն պետք է բանակի բոլոր ուղակները լինեն վերահսկելի։ Մենք 21-ամյա բանակ ունենք եւ հասցրել ենք կայացնել գունդ գումարտակ օղակը։ Այստեղ մեր սպայակազմը կայացած է եւ մենք իրոք հիմք ունենք հպարտանալու այս օղակի սպայակազմով։ Այ հիմա Հայաստանի պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում է Վաշտ օղակը։ Այ որպեսզի այդ փողոցային բարքերը չդառնան անկառավարելի եւ ողբերգական ելքով պատահարներ տեղի չունենան կամ դրանք նվազեն, հարկավոր է որպեսզի Վաշտ օղակում, դասակ օղակում ամեն ինչ լինի վերահսկելի։ Եվ հիմա 2-3 տարի է ինչ անընդմեջ ուրեմն Վաշտի հրամանատարների պատրաստության կայացման վրա շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Խրախուսվում են այն Վաշտի հրամանատարները, ովքեր ամրապնդել են կարգապահություն իրենց ստորաբաժանումներում։ Եվ եթե վերահսկելի լինի այս օղակը, այդ բարքերը երբեք չեն վերաճի ողբերգական պատահարների։ Այ կոնկրետ աշխատանք, որ արվում է, որպեսզի համակարգային աշխատանք, խորքային աշխատանք, որպեսզի արտակարգ պատահարները կանխվեն։ Վաշտի հրամանատարների օղակը կայացվում է։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում։ Մարտական պատրաստվածություն, կարգապահական պատրաստվածություն, սրանցից զատ կա նաև մարդու հոգեբանական, բարեհոգեբանական պատրաստվածության այդ փուլը հենց բանակում, զորամասում։ Գիտեք, ինձ միշտ առինքնել է Իսրայելի բանակի օրինակը։ Նախ ինչ առումով։ Նույնիսկ նախագահի մակարդակով այնտեղ մի հերցոգ անունով նախագահ ունեցել, որ ինքը հենց գրել է իրենց պատմության հերոսների պանթեոնը։ Անդրադարձել այն հերոսների, որոնք լուրջ դերակատարություն ունեցել հրեա ժողովրդի կյանքում, պատերազմական թե խաղաղ շրջանում։ Մենք էլ մեր պատմությունն էլ հարուստ է, երևի ամենահարուստ ազգերից մեկն ենք նաև այդ առումով, հերոսական դրվագներով, հերոսական կերպարներով, որոնք չգիտես ինչու հատկապես վերջին շրջանում, թե հասարակության ներսում ասեմ, եթե դասագրքային առումով այդքան լավ չեն լուսաբանվում, քարոզչական նյութի առանցքում չեն հայտնվում։ Կարող են դրանք լինել եւ ռազմական գծի ներկայացուցիչներ, ռազմարվեստի կերպարներ եւ նաեւ ինչու՞ չէ գիտության, մշակույթի, արվեստի, հոգեվոր կյանքի լուրջ կերպարներ։ Այ սրա ուսուցում ասեմ կամ սրա քարոզչությունը կա բանակում։ Նաեւ իրենց ազատ ժամանակը լցնելու առումով ֆիլմեր դիտելու, չգիտեմ, միջոցառումներ կազմակերպելու կա առանձին ստորաբաժանում կոչվում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն եւ այնտեղ ռազմահայրենասիրական դաստիարակության գործը համակարգված իրականացվում է, բայց միշտ ավելի շատ անելիք կա, հա, եւ ես օրինակ հետեւյալը կուզեի այստեղ ասել, որ այո մենք ունենք հերոսներ հպարտանալու, հա, հիմք կա, հա, այդ հերոսներով անցյալ ունենք փառահեղ, այդ ամենը պետք է մատուցվի, բայց շատ ու շատ կարևոր է նաև այ հիմա պետական սահման պահող
ամբողջ օրը ուրեմն հենակետում անցկացնող ու միևնույն ժամանակ նաև ամբաստիր կենսագրություն ունեցող հերոսների վերանումը։ Անցյալը եւ ներկան պետք է համահունչ լինեն եւ լրացնեն մեկը մյուսին։ Իհարկե ազգային սիմվոլի արժեք ունեցող հերոսներ ունենք, իրենք պետք է անընդմեջ հասարակական գիտակցության մեջ նրանց կերպարը ամրապնդվի, թարմացվի, նոր սերնդի մոտ լավ հայ դառնալու համար պետք է նժդեհ կարդալ, պետք է իմանալ անցյալը, հերոսներին ճանաչել, բայց շատ կարևոր է նաև առօրյա այսօրվա չերևացող ծառայության այդ առօրյա ուրեմն խնդիրների մեջ այսպես առաջի հայացքից չնշմարվող հերոսներին վերհանել եւ հասարակությանը մատուցելը։ Իսկ մենք այդպիսիք ունենք։ Մենք ունենք հրամանատարներ, որոնց վերաբերյալ ուղղակի չի գտնվի մի զինվոր անգամ, ով վատ խոսավատ արտահայտվի, խստապահանջ շատ, բայց զինվորի կողքը անընդմեջ պատերազմի բովով անցած ունենք շարքային զինվորներ, զորակոչված զինվորներ, ովքեր օրինակ թշնամու դիվերսիոն հարձակումներ են կանխել եւ նախկին հերոսների եւ նորօրյա հերոսների միասնության մեջ պետք է տեսնել նաեւ այդ դաստիարակչական աշխատանքի առանցքը եւ շատ կարեւոր է այդ նորօրյա հերոսների կերպարը հանրությանը մատուցելը։ Բանակը սոցիալականացնող ինստիտուտ է, բանակը անձձևավորող ինստիտուտ է, դպրոցից հետո պետք է լինի բանակը, եւ հետո ուղղակի անխուսափելիորեն դատապարտված ենք ունենալ հզոր բանակ։ Միաբանությունը փոքրերին դարձնում է զորեղ, անմիաբանությունը նույնիսկ մեծերին կարող է թուլացնել։ Որպեսզի մեր բանակը, մեր զինվորները, մեր զինված ուժերը ներքին կյանքում միաբանված լինեն, շատ կարևոր է, ինչպես դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, այդ մարդասիրությունը, եղբայրասիրությունը միմյանց նկատմամբ, որ քրիստոնեական կյանքի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Երկու մեծագույն պատվիրաններից մեկը հենց վերաբերում էր սիրիր քո նմանին, ինչպես ինքդ քեզ։ Ինչ դերակատարություն ունի հոգևորականների ծառայությունը որպես բանակի կապելաններ այսօր մեր զինուժում։ Շատ մեծ։ Ես հիմնավոր եմ միտքս ուրեմն այս տարի միայն 2 անգամ ես ականատես եմ եղել, անգամ տեղն էլ կարող եմ նշել 9-րդ պաշտպանական շրջանում Արցախի պաշտպանության բանակի, թե ինչպես հոգևոր սպասավորը առաջնագծում զինվորների կողքին իր պարտքներ կատարում զինվորների հետ էր։ Երբեմն ուղակի դիմացին լսելով կարելի է կանխել մարդկային ողբերգությունը։ Հուսահատ զինծառայողը, ում այդ փողոցային բարքերը, դրթել են, հասցրել են հոգեկան ճգնաժամի, ով հույս է որոնում, հենարան է որոնում իր շրջապատում եւ ի թիվս այլոց հենց հոգևոր սպասավորը կարող է նաև այդ հենարանը դառնալ, որովհետև նման մարդիկ շատ հաճախ ուղղակի խոսելու արտահայտվելու կարիք ունեն։ Կլսես իրենց շատ մեծ հավանականությամբ կկանխես հերթական ողբերգությունը։ Եվ այդ առումով ես շատ մեծ տեղ եմ տալիս եւ շատ բարձր եմ գնահատում հոգևոր սպասավորների ինստիտուտի ներդրումը այդ գործում։ Բայց կա մի խնդիր, որ կարծում եմ պետք է արծարծվի այդ ժամանակին, երբ նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ էի, քննարկումներ էին լինում նաև այս խնդրի վերաբերյալ, այս շատ կարևոր է եւ ես համամիտ եմ այդ հնչած տեսակետին, որ բանակում հոգևոր սպասավորի այդ դերակատարությունը իրականացնեն արդեն կայացած հոգևորականները, տարիքով ավելի մեծ, ճանապարհ անցած, այսինքն մարդ, ով արդեն իսկ իր տարիքով եւ կենսափորձով պատկառանք կներշնչի եւ կտրամադրի զինծառայողին մոտենալ, անկեղծանալ, կիսվել։ Եվ անգամ, գիտեք, բանակային առօրյա է, կոպիտ առօրյա է, ու բայց հոգեվորականի ներկայությունը մի տեսակ զսպում է նաեւ սպայակազմին, հա։ Մենք հաղորդման վերջում 3 ավանդական հարց ունենք, կարճ պատասխանի ակնկալիքով, ինչ է ձեզ համար երջանկությունը։
Գիտեք, իհարկե ունենալ կուր ընտանիք եւ հզոր հայրենիք։ Այսօրվա հայի դիմագծի ամենաբացասական դրսևորումը։ Օտարամոլություն։ Ինչպես կուզեիք տեսնել Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին։ Հայոց բոլոր ընտանիքներում ներկայացված։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու, մեզ հյուրընկալվելու համար, շնորհավոր նաև հունվար 28-ին մեր բանակի օրվա առիթով մեր բոլոր զինծառայողներին, հրամանատարական կազմին, մեր ժողովրդին, մեր զինվորների ծնողներին, մեր յուրաքանչյուր ոք, որ իր արյունը տվել է կամ իր քրտինքն է ներդրել հայրենիքի պաշտպանության գործում, մեզ համար իրենք նահատակ են, մեզ համար իրենք մարտիրոս են, մարտիրոսացել են այդ երկրի ժողովրդի համար, մեր ժողովրդի համար։ Եվ այսպիսի մի գեղեցիկ խոսք կա, որ նահատակների արյունը գծում է մեր պարտականությունների ճանապարհը։ Եվ թող միշտ առիթ ունենանք այդ տոնը նշելու ուրախությամբ եւ խաղաղության մեջ։ Շնորհակալ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր այսօրվա զրուցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Մնացեք խաղաղության մեջ։